Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիակաստ հաղորդման իմ հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես մնաց 4-5 օր մինչև ընտրությունները։ Քարոզարշավը կարծես արդեն ուրվագծում է այն մոտավոր պատկերը, որը մենք կստանանք ազգային ժողովում։ Իհարկե տարբեր ուժեր տարբեր կերպ են գնահատում իրենց հնարավորությունը ազգային ժողովի անցողիկ շեմը հաղթահարելու, ուժեր կան, որ արդեն համարում են, որ վերջնական հաղթանակ են տարել, Նիկոլ Փաշինյանն էլ համարում է, որ ինքը սահմանադրական մեծամասնություն է կազմելու։ Հիմա ինչպես գնահատենք ընտրարշավի արդեն վերջնական փուլը եւ ինչ հնարավորություններ կա առհասարակ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ հակառակը ինչքանով է Նիկոլ Փաշինյանի դիրքերը ամուր, ինչքան որ նա է փորձում ներկայացնել։ Ես կարծում եմ, որ այդ սահմանադրական մեծամասնությունը իհարկե մեծ բլեֆ է, որովհետև դա ինքը նոր չի ասում, դեռ մի ամիս առաջ էր ինքը ասում, 4 ամիս առաջ էր ասում, այնպես չի, որ դա այս նախընտրական կամպանիայի բանով է ասում։ Բնականաբար իշխանությունը ունի բավականին ձայներ, բայց ոչ պակաս ձայներ ունի նաև հավաքական ընդդիմությունը, Հավաքական։ Այո։ Ես կարծում եմ, որ բավականին սուր պայքար է լինելու, իհարկե շատ բան կախված է արդեն ոչ թե իրենցից, այլ ընտրողների մասնակցությունից, որովհետև շատ մասնակցության դեպքում ես կարծում եմ իշխանությունը շատ մեծ խնդիրներ կունենա, եթե մասնակցությունը մեծ լինի, որովհետև ընդհանուր պարտություն, այո, որովհետև իշխանության ձայների պոտենցիալ ավելացում չի սպասվում։ Շատ մասնակցության դեպքում բնականաբար տոկոսը իշխանական ձայների պակասելու է։ Դրա համար ես միշտ արդեն շատ վաղուց բոլորին կոչ եմ անում, որ պարզապես մասնակցեն ընտրություններին։ Ես հիմա չեմ էլ ասում, թե ում ընտրեն, դա իրենց գործն է։ Դա, գիտեք, միշտ ես մի քանի բան փորձեմ բացատրել մարդկանց, որ փորձեն տեղ հասնի, թե ինչու եմ ես դա ասում, հա, որովհետև դա նույնն է, որ դու թողես, որ քո տեղը օրինակ ինչ որ մեկը գնա ընտրի քեզ համար հագուստ, ինչ որ մեկը գնա քեզ համար օրինակ կին ընտրի, եւ ամենավատը, ես վստահ եմ, որ եթե այս անգամ մեր հայրենակիցները չգնան ընտրության, հաջորդ անգամ իրենց փոխարեն ընտրելու են ադրբեջանցիները, որոնք գալու են Հայաստան անպայման։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարծես հետևողականորեն, համառորեն հերքում է այդ։ Ինչն է հերքում, ինքը չի ասել, որ Հայաստանում երբեք այսքան հայ չի ապրել։ Ինչա նշանակում, բաղով է ապրել։ Ուղղակի նա փորձում է ստեղծել պատրանք, իբր որ ասում ենք ադրբեջանցիների վերադարձ, հիմա 300,000 ցենց հավաքվելու են մի հատ մեծ շարասյուն կազմեն ու պարեկների ուղեկցությամբ ճանապարհները փակելով։ Այդպես չի լինելու, գալու են ինչ որ մի գյուղ օրինակ մի քանի հազար, հետո Ադրբեջանը ասելու է այդ մարդկանց համար պետք է անվտանգություն եւ ուղարկելու է իր ուժայիններին, քանի որ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը ոչ մի բան չի կարողանում ասել Ալիևին, ոչ բառ այնտեղ չկա, այսինքն ոչ թե բանակցություններ է վարում, այլ իգիտություն է ընդունում եւ կատարում, խելոք, ամեն ինչը։ Դա էլ է կատարելու, որովհետև մենք ինքը ինչքան ուզում է իրան ճղի, Ալիևը ընդից ասում է, չէ, արևմտյան Ադրբեջան ծրագիրը Ալիևի շուրթերից հնչում է, եւ եթե դուք փորձեք հասկանաք, կհասկանաք, որ դա Ադրբեջանի պետական ծրագիր է։ Որը նրանք փորձում են իրականացնել այո Նիկոլ Փաշինյանի օրոք։ Իդեպ պարոն Քոչարյան, երբ որ Նիկոլ Փաշինյանը հերքում է այսպես ասած վերադարձը ադրբեջանցիների, հավանաբար մոռանում է արտաքին հետախուզության զեկույցը, որը
մի քանի ամիս առաջ հայտարարությամբ հանդես եկավ, համաձայն որի որ Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների վերադարձ այդ գաղափարախոսությունը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրից հետո ոչ միայն չի նվազել, այլ հակառակը ել ավելի գործնական քայլերի վրա է բերվել։ Իհարկե, էդ էլ հո իրենց ես ծառայությունն է, կամ որ չգիտեմ, հենց այսօր եմ կարդացել, ուրեմն պարզվում է, որ Ռուսաստանի հետ, հա, այսքան բան են խոսում, որ այստեղ կանենք, այնտեղ կանենք, այնտեղից գազ կբերենք, այնտեղ կվաճառեք դուք ձեր, այդ սա բլեֆ է, որովհետև չկա տենց բան։ Այն պարզ պատճառով, որ չկա։ Ռուսաստանի հետ երբեք այսքան բարձր չի եղել ապրանքաշրջանառությունը, ինչքան վերջի 2 տարիներին։ Եվրոպայի հետ այդքան ցածր չի եղել ապրանքաշրջանառությունը, ինչքան վերջի։ Դա պետական իրենց իսկ տված տվյալներն է։ Թող եթե չի հավատում, թող ինքը բացի իր տվյալներին նայի։ Եթե չեմ սխալվում, երբեք չէր եղել նաև, որ ասենք մարդը վիզա ստանալու համար զուտ որպես զբոսաշրջիկ գնալու Եվրոպայում հանգստանալու համար այսքան բարդությունների մեջով անցնել եւ այսքան ամիսներ սպասել, որ ամիսներով միայն ոչ թե վիզան ստանալ, այլ հերթը հասնել։ Ես անցյալ տարի չեմ գնացել Եվրոպա մենակ նրա համար, որովհետեւ վիզաս ավարտվել էր, ես ժամանակ չունեի, այսինքն չկար, որ դիմեի պիտի նոյեմբերին մտնեի, որ հուլիս-օգոստոսին գնայի հանգստանալու։ Երել դեռ հարցը կտային վիզա թե չէին տա, որովհետև բարդացրել են բավականին, նույնիսկ տալը։ Իմ պարագայում չեմ կարող ասել, որ բարդացրել են, որովհետև թու եմ, որ ասում ես արդեն 20 քանի տարի անընդհատ ստացել եմ տարբեր ձևերով, բայց զուտ մտնել, այսինքն այդ վիզա կենտրոնների հերթագրվելը, դա մի հատ այն որ ասում հայոց պատմություն է։ Իդեպ վերադառնանք Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնին, այն որ նա ասում է նախկիններ, թալանք, չգիտեմ, կոռուպցիա, ֆլան, ֆստան, դրանք բոլորը հիմա մի մասը չափազանցված, մի մասը ոչ, մի մասը իրական, մի մասը հորինովի, բայց այնուամենայնիվ այդ ամենը կարելի է տեղավորել քաղաքական պայքարի, քաղաքական տրամաբանության մեջ։ Սակայն ես չեմ լսել երբևէ դեպք, երբ Քարոզ Արշավի ժամանակ թեկնածուն նայի մարդկանց աչքերի մեջ ու հարցադրում անի ինչու ես ողջ։ Ինչու՞ չես զոհվել։ Նման բան երբևէ տեսել եք, որ մարդիկ թեկնածուն մեղադրի կամ երկրի ղեկավարը մեղադրի մարդկանց ողջ մնալու մեջ։ Ես դրա մասին արդեն առիթ ունեցել եմ խոսելու, այդ որ այս մարդկանց մոտ ոչ մի սրբություն, կարմիր գիծ եւ այլն չկա, բայց ամենահետաքրքիրն էր, որ իրան դրանից 2 օր հետո հարցրեցին ինչու է քո տղան ողջ մնացել, ասես պատահականությամբ։ Այն մարդիկ էլ են պատահականությամբ ողջ մնացել։ Չէ, բայց որքան է բարոյական նման մեղադրանք։ Չէ, դա մասը չունեն այս մարդիկ, ինչ բարոյ, մոռացեք ամոթ, բարոյականություն, նամուս, թասիբ, մոռացեք այդ բառերը իրանց պարագային։ Լավ, անդրադառնանք այլ process-ի, երբ որ Նիկոլ Փաշինյանը կարծես կուլակաթափության հիմքեր է դնում։ Հեծը պետականացրեց ճակերտավոր, հա, ասած պետականացրեց, բայց Արարատի ցեմենտը, տունը, Արարատի ցեմենտը հիմա լավ մի կողմ դնենք, թե որքանով երբ է Գագիկ Ծառուկյանի տունը պատկանել ժողովրդին, որ մի հատ էլ վերադարձնում է ժողովրդին, մարդը սարի գլխը դատար բլրի գլխին տուն է սարքել, դա, բայց այնուամենայնիվ այդ գործընթացը ունի զրկման, այդ խլման, չգիտեմ, բացի տնտեսական հսկայական վնասներից արդյոք չի հանգեցնում հասարակության մեջ միջանձնային հարաբերությունների փլուզմանը, ոնց որ բոլշևիկները եկան այդ կուլակաթափությամբ, խլելով, չգիտեմ, ունե զրկելով եւ այլն։ Այդ քաղաքական ուժը 8 տարի է մի բանով է զբաղվում։ Սերմանել թշնամություն հասարակության մեջ։ Հասարակության տարբեր հատվածների մեջ, հա, տեսեք, Ղարաբաղցի հայաստանցի, որը մինչև հիմա դեռ շարունակվում է, նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, երիտասարդներ, ծերեր, թոշակառուներ, էլ տեղ չեն թողել, ոչ մի բանի տեղ չեն թողել, էլի։ Դե թոշակն տժվժիկի պատմությունն է դարձել, ուր գնում է ասում ես բարձրացրեցի ձեր թոշակները, աննախադեպ եւ այլն, երևույթ եւ այլն եւ այլն։ Չի ասում, թե ինչքան է բարձրացրել գները։ Այդ թոշակները, որ այդքան բարձրացրել է այդ 8000, 10000 դրամը, չի բավարարում այն մինիմալ զամբյուղին, որով այդ թոշակառուն պետք է ապրի։ Ոչ մեկ չի հարցնում, ընկեր, բա գների աճը հաշվի չեք առնում,
Այդ մարդը այդ թոշակառուն մի հատ փորձեք էլի, այդ ձեր մի հատ մոռացեք հələ ձեր պարգևավճարները ու փորձեք ձեր այդ 10,000 8,000 ավելացված թոշակով շատ չէ, մի ամիս ապրեք։ Բայց լառնակա էլ ասма կարան գնանք։ Հա, իհարկե կարան գնան։ Վազելով դրա համար հիմա սաղ գնում են լառնակա։ Հիմա բայց այնուամենայնիվ չի ազդում արդյոք դա ընտրողների վրա, տրամադրությունների վրա, որովհետև նայեք, մի կողմից գեներացնում է ինչ-որ խաղաղության գաղափարախոսություն, այսինքն կապում է իր անձի հետ անմիջապես, ես եմ խաղաղությունը, չլնեմ վեր սեպտեմբերին պատերազմ առնելու, եթե ես չեղա, մի կողմից հոգեբանորեն ճնշում է թոշակներով։ Տեսեք, խաղաղության գեներացնողը, ես կարող եմ ասել, իր իշխանության առաջին տարիներին բերեց պատերազմ զինված 8 տարի հետո բերեց տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ ինչն է խաղաղությունը։ Չեն կարող։ Որն է խաղաղը։ Իսկ տարիուկես չեն կրակ։ Տարիուկես չեն կրակում, հա շատ է եղել որ տարիուկես չեն կրակել, հետո ինչ խաղաղություն է եղել։ Եւ վերջի վերջո ես դա իմ ֆրազը չի, դա անգամ չեմ հիշում ով ասել, բայց այդ իր բանին չեն կրակում խաղաղություն է այսօր Արցախում, խաղաղություն է Նախիջևանում, խաղաղություն է Արևմտյան Հայաստանում, այնտեղ հայ չկա պարզապես։ Տենց խաղաղություն լինելու է, հա։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը եթե մնաց, լինելու է Հայաստանում այնպիսի խաղաղություն, ինչպիսին հիմա Արցախում է, Նախիջևանում եւ Արևմտյան Հայաստանում։ Բայց օրերս տեղի ունեցավ ռազմական շքերթը, Նիկոլ, չգիտես ինչի զենքերի անվանումները Նիզակ, Կայծակ, Լուսան, Արամազդ, անհասկանալի է իմաստը որն էր փոխել։ Հիշում եք Սեպուել էին ստեղծում եւ այլն, ինչ եղան այդ Սեպուլները։ Հիմա այդ ռազմական շքերթով իդեպ չեմ ուզում զենքերին գնահատական տալ, որովհետեւ մասնագետ չեմ, ռազմական փորձագետ չեմ, կարող է սխալվեմ, բայց զուտ հոգեբանական առումով ինչ զենքեր էլ ուզում է ցուցադրած լինեն։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, որը անհրաժեշտության դեպքում կկիրառի այդ զենքերը։ Արդյոք նրանք չեն արժանանում նույն Իսկանդերի ճակատագրին, որի 10%-ը կրակեց։ Ես քաղաքական չեմ կամքի ուզում բացակայություն խոսել նրանից ինչի մասնագետ չեմ։ Հա, ես զենք զինամթերքից եմ, որ ասում եմ գլուխ չեմ հանում։ Դրա համար այդ առումով չեմ խոսի։ Ես պարզապես շքերթից մի կտոր տեսա, երբ Պապիկյանը մոտենում էր տարբեր ստորաբաժանումների, ավելի սովետական շքերթ ես քիչ եմ տեսել։ Բայց համազգեստին Այսինքն հոգեբանորեն այդ մարդիկ մնացել են այդ սովետի տակ։ նույն այդ երկու մեքենաներով, չէ՞։ Լրիվ այդ տեսարանը լրիվ սովետական պարադ էր։ Այսինքն պարադ, նույնիսկ ոչ թե շքերթ, Այո, շքերթ չէ, դա պարադ էր սովետական։ Բայց օրինակ համացանցում տարածվել էին լուսանկարներ, որ համեմատում էին Ադրբեջանի ռազմական համազգեստի հետ, չէ՞, ինչ որ աստղերը հիմա մեր մոտ վերացրել էին, ինչ որ 8 թանկյուն, հա, այտենց չեմ էլ հետևել իրար։ Հիմա այդ կոսմետիկ համազգեստի փոփոխությունը, չգիտեմ, ուրայի փոխարեն ինչ որ չգիտեմ այլ բան գոռալը, այսինքն այդ կոսմետիկ մոտեցումները բանակին, արդյոք դրանք վկայում է բանակի մարտունակության մասին, եթե հաշվի առնենք, որ բանակը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից առ այսօր որևէ զորավարժություն լուրջ չի իրականացրել։ Տեսեք, ես հիմա չեմ ուզում խոսել ընդհանրապես բանակի մասին, չեմ ուզում խոսել, որովհետև նորից եմ կրկնում, ես մասնագետ չեմ, B, ես բանակի մասին երբեք չեմ խոսում։ Հասկանալի է։ Բայց կարող եմ մի բան ասել ընդամենը, այս մարդիկ ինչ անում են, կապ չունի դա որ ոլորտում է, դա կոսմետիկ է։ Այն էլեմենտար բան բերեմ, հա, տեսել եք քանի անգամ, ասֆալտ, այդ որ այդքան իրանք գովում են ասֆալտ։ Տեսանք չէ ինչ կոսմետիկ էր այդ ասֆալտը։ Մի հատ անձրև է գալիս, սա փլում է կամ ձեռով կարում ես փլոկես։ Այդ չի, սա կոսմետիկա ամեն ինչը բոլոր ոլորտներում։ Կամ նույն չգիտեմ բանի հետ կապված կոռուպցիայի կամ ԽԾԲ-ի հետ կապված։ Հələ մի հատ նայեք ովքեր են աշխատում։ Ինչքան այն աներձակից բռնացրած, բաջանաղով վերջացրած, սա իրանք ինչ որ տես մարդիկ են, որ նայում ես,
որ նայում ես թե մեկի աներձակը հեռանում է, մյուսին նա գալ, ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, մասնագետներ չկան։ Այն հայտնի հին ֆրազ կա, որը լսած կլնեք, որը իհարկե հերկվում էր, որ տենց բան ասելա, մերը լինի պոլիփեդ լինի, իհարկե ես չեմ համեմատում, իմ համար դա անհամեմատելի մեծություններ են, բայց այնուամենայնիվ այն ժամանակ այդպես չէր, թեև այն ժամանակ այդ ֆրազան, հիմա այդպես է։ Այսինքն այս իշխանությունները իրագործեցին այն ֆրազաները, որը նախկինում պարզապես ֆրազաներ են։ Այո, ցավոք սրտի, այո։ Հիմա պարոն Քոչարյան, դուք խոսքի սկզբում ասացիք, որ ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը մեծ շանսեր ունի։ Այո։ Դրանից կարող ենք ենթադրել, որ առանձին ուժերը միայնակ այդքան էլ մեծ հնարավորություն չունեն իշխանություն վերցնելու։ Եթե չմիավորվեն։ Միայնակ հնարավորություն ունի, դա էլ է կախված էլի մասնակցությունից։ Միակ ըստ իս ես չունեմ եւ ըստ նաեւ տարբեր սոցիոլոգիական հարցումների անկախ նրանից ով ինչքան է տալիս, ես կարծում եմ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան ուժը այնուամենայնիվ լիդեր է ընդդիմության։ Ինչքան կլինի վերջում, չեմ կարող ասել։ Բայց եթե այդտեղ գումարվում է նաև Հայաստան դաշինքը, գումարվում է Գագիկ Սարոկյանի Բարգավաճ Հայաստան, իսկ եթե հետո նաև անցնեն, չգիտեմ, չի բացառվում, մյուս ուժերից, չգիտեմ, ասենք Միասնության թևեր, Հայկ Մարության, չգիտեմ ով կանցնի, ով չի անցնի, բայց եթե լինի, դրա համար ես չեմ պնդում, որ այս կամ այն կողմը, ես ասում եմ ցանկացած սցենար հնարավոր է, այստեղ արդեն ավելի շատ մասնակցության խնդիրն է որոշելու։ Որ սցենարն է ավելի, որ սցենարի ուղղությամբ է գնալու, հա, կախված մասնակցությունից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իր այս տարիների գործունեությամբ գումարած դրան նաև հիբրիդային պատերազմի հետ շահարկմամբ արևմուտքից օգնություն խնդրելով եւ այլն, որպեսզի պայքարի իբր հիբրիդային պատերազմի դեմ, ապացուցել է, որ ունակ է ամեն ինչի։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ընտրակեղծիքներով, բռնաճնշումներով, կալանավորելով, արգելելով ընտրություն, նույնիսկ արգելելով գրանցել այս կամ այն ուժի հաղթանակը, արդյունքները եւ այլն, հաջողվի վերարտադրվել։ Հիմա հետընտրական գործընթացներ հնարավոր է Հայաստանում տեղի ունենան, սակայն այնպիսի գործընթացներ, որոնք ոչ թե կսահմանափակվեն 1-2 ամիս ուղղակի հանրահավաքներով, ցույցերով եւ այլն, ու հետո ավարտվի ամեն ինչ, սպասենք մյուս ընտրություններին, այլ գործընթաց, որը կհանգեցնի իշխանափոխությանը։ Իհարկե սահմանադրական ճանապարհով, շեշտենք, որ ցանկացած սցենար այստեղ էլ է հնարավոր։ Ասել, որ կլինի հաստատ կամ բացառել, ես ոչ մեկը չեմ անի, որտեվ եւ հնարավոր է որ լինի, ընդ որում հնարավոր է տարբեր լինեն, հա, երկարատև, կարճատև, շատ արագ բլիցկրիգի տեսքով, չգիտեմ, դա նաեւ կախված է նրանից, թե սովորաբար ընտրողը դուրս է գալիս, հա, փողոց բողոքի իր ձայնը բարձրացնում է, երբ տեսնում է, որ իր ձայնը կեղծել են։ Օրինակ նույն 21 թվականին ինչի չեղավ։ Նաև չեղավ, որովհետև ընտրողը չկար համոզմունք։ Եթե ընտրողը համոզված լինի, որ իր ձայները կեղծել են, ես դες վստահեցնում եմ փողոցային պայքար կլինի։ Իսկ ինչպես պետք է ընտրողը համոզվի, որ իր ձայները կենտրոն։ Որովհետև նայ կեղծիքներն էլ են կատարելագործվել, կեղծիքներն էլ այլևս առաջվան դա ընտրության օրը այնուամենայնիվ կերևա։ Հիմա գիտեք ոնց է, մենք անկախ նրանից, հա, ինչ է եղել, տեսեք, անգամ 13 թվականին, որ մեծ հետընտրական պրոցեսներ չեղան, ընտրողը վեր կացավ։ Ռաֆի Հովհաննիսյանի ժամանակ։ Այնտեղ Ռաֆի Հովհաննիսյանը ինքը գնաց աղոթեց, պարզապես։ Այնտեղ լիդերը, այստեղ պրոցեսները նաև լիդերների, այո, գործողություններից է հետո կախված ինչ կանեն։ Թե ինչ կլինի, դրա համար եմ ասում, այնքան սցենար կա զարգացման։ Իսկ հնարավոր չի, որ Նիկոլ Փաշինյանը քարտ բլանշ ստացած լինի արևմուտքից, ու շահագրգիռ կենտրոններից, այսինքն հավաքական արևմուտք չասեմ, էլի շահագրգիռ կենտրոններից ստացած լինի քարտ բլանշ, որպեսզի անի ինչ ուզում է, միայն թե ապահովի իր վերարտադրությունը։ Այդ դեպքում մի քիչ չի առաջանում անհավասար պայմաններ քաղաքական պայքարի մեջ, որովհետև մի կողմից կա ամբողջական ապարատ վայելելով այլ
կենտրոնների աջակցությունը, մյուս կողմից կա ընդդիմադիր քաղաքական ուժեր վայելելով ժողովրդի աջակցությունը։ Չի հանգեցնի նաև քաղաքացիական բախումների։ Աստված մի արածե, բայց ես այդ սցենարներ չեմ բացառում, որովհետև կան, տեսեք, այնքան շահագրգիռ, ցավոք սրտի Հայաստանը այս իշխանությունը դարձրել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կենտրոն։ Ինքը ոչ թե խաղաղության խաչմերուկ է դարձրել Հայաստանը, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների բախման խաչմերուկ է դարձրել։ Օրինակ, երբ ասում է, որ մենք գազը կառնենք եւ այլն, ես այն օրը լսում եմ, հիմա դուք ասում եք արևմուտքը, ես էլ ասում եմ, ավերջուկը ասում է, որ այստեղ ոչ ոք չունի գազի խողովակ։ Ինքը ուզում է հասկացնի, որ անհնար է, որ Պարսկաստանը, եթե դուք բերում եք այստեղ Միացյալ Նահանգներին, այդ խողովակով տա։ Ադրբեջանի խողովակներով էլ իրենց գազն է հոսում, որտեղ Ադրբեջանը այդքան գազ չունի։ Բայց շո վերջերս ասում են կարտադրենք գազ, թե ինչ է։ Գազը չեն արտադրում, գազը արտահանում են։ Ստեղծում են ինչ-որ բան էին ասում։ Դե ինչ ասես ասում են հիմա, գիտեք, ընդ որում ինձ համար ես մի ժամանակ զարմանում էի այն մարդկանց վրա, որոնք հավատում էին շատ ներողություն, ասենց այն ապուշությունների։ Ես հիմա ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ոչ մի բանի վրա, ես դադարել եմ զարմանալ։ Ինչ ուզում ասում։ Հիմա պարոն Պապոյանն ասում է միլիոնավոր լոլիկներ ես իմ ինչ կուտեք էի ժանա լոլիկը տոմատ են դառնալ ոչ մարդիկ ինչ են անելու հալավ ասեմ մենք կերանք այդ արտադրողը ինչ է անելու հիմա նայեք ինչ իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանը արդեն քանի գնում կոշտացնում է իր դիրքորոշումը նաև սանկցիաների տեսքով վերջերս Պուտինը Ռուսաստանի նախագահ բավականին կոշտ արտահայտվեց այսօր իդեպ բավականին լավ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի ծնունդը Պուտինը Այսինքն դա կարող են ենթադրել որ մտրակի եւ մեղրի չէ մտրակի եւ բլիթ ոչ մի բան չենք կարող ենթադրել ես վաղուց դադարել եմ աշխարհի լիդերների որևէ գործողությունը adekvat ընկալել Բայց նույնիսկ ակնարկեց, որ Ուկրաինայում էլ այսպես սկսվեց ամեն ինչ, սպառնաց, որ մաքսային բոլոր բաները կվերականգնվեն, Հայաստանը կզրկվի բոլոր արտոնություններից մաքսային, լոգիստիկ, գնային եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, նաեւ այդ հայտարարությունները, բացի հայտարարություններից, իհարկե ոչ ամբողջական մասշտաբով, սակայն առայժմ ոչ ամբողջական մասշտաբով, սակայն արդեն միսո արյուն են ստանում, պտուղ բանջարեղենն են արգելում, ծաղիկներն Գինի կոնյակները, ջերմուկ եւ այլն, նույնիսկ Վլադիմիր Պուտինը ակնարկեց, որ միգրացիոն քաղաքականությունն էլ, այսպես ասած, կկոշտացնեն եւ չի բացառվում մեր հայրենակիցների վտարումը Ռուսաստանից։ Հիմա ինչ կարող է դա հանգեցնել, եթե պատկերացնում եք, այդքան մարդ միանգամից գա Հայաստան եւ զրկվի նաեւ այն եկամուտներից, որոնք այնտեղ ստեղծում էին եւ ուղարկում էին իրենց հարազատներին։ Չի հանգեցնի դա տնտեսական խոշոր պայթունի։ Աննախադեպ պայթուն։ Ես չեմ կարող ասել ինչի կհանգեցնի, բայց այդ քանի որ դա իմ խնդրեմը չի, ես հիմա այսպես եմ։ Այս դառնալու է այդ խնդրեմը։ Մեր խնդրեմը կդառնա, բայց ավելի շատ կդառնա այն մարդկանց խնդրեմը, ովքեր այնտեղ փող էին աշխատում։ Ուզում ասեմ, թող իրենք մտածեն, եւ ընտրության գնան, ոչ թե մտածեն, որ դե լավ, դա մեր կողքով կանցնի։ Կամ ինչպես մեր վարչապետներից մեկն էր ասում, չխոսենք դրա մասին, որ չգա մեզ չկպնի։ Այսինքն գալիս նորից հանգում ենք նույն խնդրի առաջ, որ պետք է մասնակցել ընտրությունների, չէ՞։ Իհարկե։ Բայց հիմա նայեք, միմիայն։ Պատկերացնենք ես Ռուսաստանում եմ ապրում։ Ոչ թե քաղաքացի եմ, այլ գնացել եմ ընդ ինչ-որ խորովածանոց եմ դրել, չգիտեմ։ Ինչ-որ փող եմ աշխատում, ուղարկում եմ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Հիմա եթե ես վաղը ուզենամ ուղղակի գամ 1 օրով, մասնակցեմ ընտրություններին, իմ քաղաքացիական պարտքը կատարեմ ու վերադառնամ Ռուսաստան։ Հիմա նշանակում է ինձ Պուտինն է ուղարկել եւ արդյոք ես չեմ կալանավորվի հենց օդանավակայանում։ Ձերբակալվի համենայն։ Գիտեք, ես որպես ուղարկում ընդամենը 2 օր առաջ եմ վերադարձել, իհարկե ոչ Ռուսաստանից, Փարիզից, բայց անկախ նրանից ով որտեղից էր վերադառնում, բոլորին տալիս էին հա տենց ծանուցում որ գումարով ընտրելու դեպքում 7 տարի կալանք է սպառնում։ Թող բոլորին դա բաժանեն։
Դա նորմալ է։ Հերախոսով գալիս է։ Հա, հերախոսով եկել դեռ ինչ չի եկել, բայց դա նորմալ է, թող բաժանեն, թող զգուշացնեն մարդկանց։ Բայց ինչի համար կալանավորեն, որ պարզապես մարդը գալիս է։ Հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Նախ ինքը Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանից գալու են ինձ ընտրեն։ Էլ ինչի են կալանավորում։ Իրա խոսքերն եմ ես հիմա ցիտում եմ Նիկոլ Փաշինյանին։ Ինչի են կալանավորում։ Մարդուն, ով Ռուսաստանից գալիս է, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իր քաղաքացիական պարտքը կատարի գնա, կամ չգնա մնա, որովհետև կախված ընտրությունից կարող էլ չկարողանա գնա։ Գնալուց ձերբակալել չէ, տնանք արագ գնում ձերբակալեն չէ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից սպասելի է ցանկացած քայլ։ Սակայն պարոն Քոչարյան, անդրադառնանք նաև աշխարհաքաղաքական ուժերի բախման հետ կապված, որ ասում եք, նայեք, նա շեշտադրումներ են անդադար գնում, որ թրիփը գործելու է բացառապես ինքնիշխանության ներքո։ Եվ կարելի է կարծել, երբ որ մարդիկ ասում են ինքնիշխանության կորուստ, հասկանում են, որ ընդհանրապես այդ տարածքը պետք է Հայաստանի վարչատարածքային միավորումից դուրս գա եւ կծվի մեկ այլ միությանը, պետությանը։ Սակայն արդյոք նախ ինքնիշխանության կորուստ չէ, թեկուզ մասնակի այն հանգամանքը, որ մենք ամբողջական վերահսկողություն չենք ունենալու որևէ ճանապարհի վրա, ինչ ճանապարհ էլ ուզում է դա լինի, եւ արդյոք այստեղ նորից չենք կանգնում աշխարհաքաղաքական շահերի բախման վտանգի առաջ, որովհետեւ թե Ռուսաստանը, թե Իրանը, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ նրանց նույնպես օգուտ է, կարծես այդքան էլ համաձայն չեն այդ մտքի հետ։ Տեսեք, դա մի քիչ երկար խոսակցություն է ու այս օրերին չեմ կարծում, որ հիմա մենք պետքա շատ ծավալվենք, բայց ես Դե որտեղ դա խաղաղարներից մեկն է։ Ընդամենը մի բան գիտեմ, որ ցանկացած մասնակցություն, ցանկացած միջազգային ինչ որ կազմա ալյանսի, լինի դա ԵԱՏՄ, լինի դա Եվրամիություն, լինի դա BRICS, ինչ ուզում, ՇՕՍ լինի, ինչ ուզում է լինի, ՆԱՏՕ լինի, ՕԴԿԲ լինի, ինչ ուզում է լինի, դու արդեն քո ինքնիշխանության որոշակի սահմանափակումներ ունես։ Այսինքն դու ինքդ համաձայնվում ես սահմանափակել ինչ որ փաստացի իրականում աշխարհում անգամ ամենահզոր գերտերությունները խոսքը գնում է Միացյալ Նահանգների մասին, Չինաստանի մասին։ Անգամ այս երկրներում 100%-անոց ինքնիշխանություն չկա։ Այսինքն խոսել դրա մասին այդ նույն հեքիաթների շարքից է, էլի, որ կուտը տալիս են, կուտում են։ Ուղղակի ես ինչի համար այդ մասին ասի, որովհետև նայեք, Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաքարտերն են, մեկը թրիփը, որը նա ներկայացնում է նաև որպես անվտանգային երաշխավորության մեխանիզմ, մյուսը այդ խաղաղության ճակերտավոր, որ ինքն է բերել խաղաղություն, հաջորդը կուլակաթափություն, չգիտեմ, հարուստներին աղքատներին հանել հարուստների դեմ, հաջողակ մարդկանց եւ այլն մյուսների դեմ, ասես մի հատ ներքին գզվրտոց ստեղծել եւ կենսաթոշակներն ու առողջապահության ապահովագրությունը։ Իրականում դրանցից միակ ինձ համար դրականը, եթե չգիտենք հետո ոնց կլինի, որովհետեւ ես ինքս մասնագետներ ասում եմ, որ դա այս վիճակով կարող է տրակել, բայց ես հիմա դա չեմ փորձում բան անել, այդ ամբողջ ասածից միակ աշխատող եւ ռեալ բանը դա առողջապահության ապահովագրությունն է, որովհետեւ թոշակները բարձրացնելը, այլ նորից եմ կրկնում, դա բլեֆ է այն առումով, որ գնաճի պայմաններում անել այսքան գնաճի։ Մի հատ դուրս եկեք տեսեք ինչ է կատարվում։ Գները ինչքան է, թող մարդիկ հաշվեն 8 տարի առաջ։ Իրենց օրվա պայոկը, այսպես ասած, հա, զամբյուղը ինչքան էին ծախսում, այսօր ինչքան են ծախսում։ Նույն տրանսպորտի վրա ինչքան էին ծախսում, հիմա ինչքան են ծախսում։ Եվ այլն, եւ այլն։ Այսինքն այդ սաղ բլեֆ է։ Աշխատողը, այո, բան չունեմ ասելու, առողջապահական ապահովագրությունը աշխատող է։ Եթե նորից եմ կրկնում, որովհետեւ մասնագետները ասում են, չի հերիքելու, դա տրակելու է։ Հիմա գումար են վերցնում պարտքով, գիտենք ինչքան է ավելացել այդ պարտքը մեր պետական պարտքը, որովհետև մի օր չեմ հիշում ով էր նախարարներից, որ ասեց դա արտաքին պարտ չի, դա պետական պարտ կա, այդ մարդուն մեկը չկա, ասի ինգեր,
դու երբ որ ներքին պարտք ես վերցնում, դրա տոկոսները շատ ավելի բարձր է, քան երբ դու արտաքին պարտք ես վերցնում։ Իհարկե ոչ նա է մի բան, հա, բայց այնուամենայնիվ դա միևնույն է պետության պարտն է, դա մեր եւ մեր երեխաների վզին դրված պարտք է։ Պարոն Քոչարյան, խոսենք եւս մի հարցի մասին, որի վերաբերյալ դեռևս մեծ արձագանք չկա, որովհետեւ գործընթացը նոր է թափ առնում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում նաեւ Մեծրոպ Մաշտոցին հանեց սովորական կարիերիստ։ Իբր գործ չէր կարող գտնել, ստիպված գնաց քահանա դարավ, որ հաց ուտի, որովհետեւ այլ ընտրանք չուներ, այսինքն Մաշտոցը զնգած դռնեդուր Դե հիմա մեկն էլ կարող ասի ինքն էլ ստիպված զբաղվեց քաղաքականությամբ, որ հաց ուտի, հիմա այլ քեզ բան։ Այս Մեծրոպ Մաշտոցի հետո սարքեցին QR կոդ այդ մարդուն եւ այլն, արդյունքը մենք ունենք այսօր այն, որ բազմաթիվ դպրոցներում, երբ որ մտնում էր դպրոց, մեծ գրված էր ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Հիմա երբ որ մտնում ես, այլևս չկա Մաշտոցը բազմաթիվ դպրոցներում։ Մաշտոցը չկա։ Նիկոլի նկարն է։ Նիկոլի այն պրիմիտիվ ուղերձներ աշակերտներին լավ սովորիր, որ լավ ապրես։ Հիմա մի շարք դպրոցներում արդեն փոխվում է, Մաշտոցին հանում են, տեղը գալիս են Նիկոլ Փաշինյան։ Ես հիշում եմ, ես քանի որ խորհրդային միության աշակերտ եմ եղել, այն ժամանակ սովորել Լենին։ Այո, նույնն է, ոչ մի ես ինչ եմ ասում, խորհրդային այդ բանը, այս մարդիկ չեն կարողանում դուրս գան, կուլակաթափություն, պարադներ խորհրդային, Լենինի նման ֆրազներ սովորել։ Լրիվ նույն ինձ նենց է հիշացնում այդ իմ բան մանկությունը, այսօրվա այս իշխանությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այդ բոլորը միաձայն այդ ժամանակ կար բուրնի продолжительный аплодисменты։ Ну это եմ ասում, նույն բանը, բոլորը միաձայն քվեարկում են, բոլոր ատրիբուտները, просто Այսինքն Նիկոլ Փաշինյանի նախատիպը ոչ թե պապ թագավորն է, ինչպես ինքն է ներկայացնում, ոչ թե Հիսուս Քրիստոսը, ինչպես ինքն է փորձում իրան նույնացնել Քրիստոսի։ Բանն է, KPSS-ը KPSS-ա դառել։ Շատ լավ ձևակերպում էր KPSS-ը KPSS։ Հիմա պարոն Քոչարյան, շատ է շեշտադրվում, որ այս ընտրությունները լինել չլինելիության հարց են լուծում Հայաստանի Հանրապետության համար։ Ես մի քիչ համամիտ չեմ այն առումով, որ Հայաստան կլինի, ինձ թվում է դժվար, ասենք հունիսի 8-ից վերջ ՄԱԿ-ը լուծարի Հայաստանի Հանրապետությունը, ասի այլևս չի լինելու։ Հիմա բառը, սակայն այստեղ խնդիրը թե ինչ Հայաստան է լինելու հունիսի 7-ից հետո։ Հիմա ձեր կանխատեսմամբ, եթե վերարտադրվի Աստված մի արասեն Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի Հայաստան կլինի, եթե հաղթի հավաքական ընդդիմությունը, այդ դեպքում ինչպիսի Հայաստան կլինի։ Ակնհայտ է, որ Հայաստանի ինչ-որ տարբեր կերպարների մեջ են։ Հիմա չեմ ուզում ասել, որ միանգամից կդառնա արևմտյան Ադրբեջան, բայց այն որ այդ ադրբեջանցիները կգան եւ իրենք հաջորդ, ես արդեն ասեցի, հաջորդ ընտրություններին արդեն կընտրեն ադրբեջանցիները, Հայաստանի առայժմ նաև ադրբեջանցիները ավելի ուշ նաև ադրբեջանցի նաև ադրբեջանցի ես այլ տարբերակ չեմ տեսնում այս իշխանության պարագայում ասում եմ այդ մարդիկ էլ ոնց ասի ասում եմ Հայաստանում երբեք այսքան հայ չի ապրել ոնց Հայաստանում այսքան երբ եւ որտե է ապրել հա Իսրայելում էլ 2000 տարի երբեք այդքան հրեա չէր ապրել հետո Իդեպ Էլ չեմ ասում Միացյալ Նահանգներում ու Կանադայում երբեք այդքան իռլանդացի ու բան, իտալացի ու հրեա չի ապրել։ Հետո այնտեղ մենակ բաներն էին։ Տարբեր հնդկական ցեղախմբեր են ապրել։ Հետո Լավ նորից գալիս ենք այն մտքին, որ այնուամենայնիվ ամենառացիոնալ արդյունավետ ճանապարհը այս պահին իհարկե ընտրություններին մասնակցելն է։ Հիմա ես որպես ընտրող ինչպես պետք է մոտիվացվեմ որպեսզի գնամ ընտրություններին, որովհետև ինձ մոտ գալիս են տարբեր ուժեր, մի ուժը ասում է, որ ես եմ խաղաղությունը ու վերջ ինձնից այն կողմ խաղաղություն չկա ու որպես փաստարկ բերում է տարի ու կես, 2 տարի լռությունը, որը ինչ-որ միտեղ նախընտրական խաղաղություն կարող ենք անվանել, մյուսը գալիս են ուժեր, որոնք խոսում են մեր ազգային իրավունքներից,
մեր ազգային խնդիրներից, արժանապատվությունից եւ այլն, որին մի անգամից Նիկոլ Փաշինյանը հակադարձում է, որ այն պատերազմ են բերելու։ Ինչն են պատերազմ բերելու, օրինակ ինչ են ասում, որ ասում են պատերազմ։ Արցախ են ասում։ Արցախցիների վերադարձի իրավունք, Արցախի Վերադարձի իրավունքը Արարատ լեռը։ Ես հասկանում եմ, որ ինքը պատրաստում է վարակույր կախի, որ մարդիկ չտենան Արարատ լեռը, որովհետև այն տարբերակ չկա Արարատ լեռը փակելու։ Այս վերջերս էլ ասում էր, որ ես, ինչպես ասել է, ես եմ Կիրանցի անվտանգության երաշխավորը։ Գնացել էր Կիրանց եւ իրեն ներկայացնել որպես անվտանգության երաշխավոր։ Այսինքն հիմա ասած այն է, որ ինչպես դիմակայենք այդ շանտաժներին։ Պարոն Կարապետյան, մենք ինձ թվում է դուք լսել եք, որ ինքնա Քրիստոսը, ինքնա Նապոլեոնը, ինքնա Պապը, ուզում ասեմ, հիմա այսօր տենց է, այսօր է ասում։ Վաղը կարող ասի, որ ինքը ոչ թե Պապ թագավորն է, այլ Հռոմի Պապն է, չգիտեմ ինչ կարա ասի, ես եմ Ալիևը։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ